Զորություն եմ կամենում համայն հայերի։ Հայեր ու ընկերներ, քանի որ այսօր աշխարհը մտե հեռախոսի մեջ, նաև հեռախոսի միջի հայեր։ Ես այս քաղաքում ծնվել եմ, այս քաղաքում մեծացել եմ ու ինչպես հայ Սուրբ Մայր Աստվածածին տաճարում 7 վերքերի հայ առաքելական մերոնով կնկվել ու օծվել եմ։ Հայեր, մեր եկեղեցին, մեր առաքելությունը, մեր հայությունը մեկ ավանդույթ ուներ, կոչում էին ֆրանգներ։ Ֆրանգները նրանք էին, որ մինչև օրս ժառանգության փոխանցում են, որտեղ Քրիստոս որդի Աստծո գիտեր, որ անհավատ ֆրանգներ շատ կլինեն։ Ինքը խաչից իջավ, առողջացավ, բժշկվեց ու ֆրանգներին ասեց. շոշափեք մարդիկ, որպեսզի ավանդեք մարդկությանը, որ շոշափեցիք Քրիստոսի հարությունը, առողջությունը։ Ու մենք ընդունեցինք Քրիստոսի վերածնունդը մեր առաքելությամբ։ Հայեր, հայ առաքելական եկեղեցու սակավոր ցևավոր հոգևոր սպասավորներ, հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Հոր տաճարում, Մայր Աստվածածին, հոր տեղում, հայերով, ազգովի, խաչել ենք խաչի վրա, հայերով։ Հայ առաքելական եկեղեցում, հոր տաճարում, Մայր Աստվածածին, խորանի մոտ, մայրեր ձեզ դուր կգար ձեր կողքի սենյակում ձեր արու զավակը խաչված լիներ, դուր չեր կա, չէ, հայեր, մեր խաչի զորությունը մեր դեմը տուսեկ է, որովհետև ոչ հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորը գիտե մեր խաչի զորությունը, ոչ հայ արարածը գիտե մեր խաչի զորությունը։ Մեր խաչը ամենազոր է, հայեր, եթե դուք մարդիկ մոռացել են, կհիշեցնեմ, թե ձեզ, թե մարդկանց, թե աշխարհին, որ հայ առաքելական եկեղեցու մերոնով, հայր իշխանական գավազանով, լուսավորիչ աչով օծվել են ամայն աշխարհում բոլոր թագավորական թագերը, բոլոր տեսակի կրոնները, եկեղեցիները, անգամ մուհամեդական մարգարեները օծվել են հայր Աբրահամի մերոնով Երուսալեմում, հայեր։ Ու մեր հայ առաքելական գավազանը, լուսավորիչ աչը, ով օծել ու լուսավորել է ամբողջ աշխարհը, այսօր խավարի է մատնել սեփական հոդը, խաչելով հոր տեղում սեփական հոր տաճարում։ Էսի անաստվածություն է, հայեր։ Որտեղ հոր տաճարում խաչից պիտի վար իջնի։ Էսի վերաբերեկը հայ առաքելական եկեղեցու հայ իշխանական կատեգորիայից մինչև սարկավակ հոգևոր սպասավորներին։ Էսի վերաբերեկը յուրաքանչյուր հայ արարածին։ Մեր հայ առաքելական եկեղեցու մեջ, եթե ալաֆրանգիներ կան, ֆրանգներին հարցրեք, ովքեր շոշափել են, հարություն առած, խաչից առողջացած, կենտանացած Աստծո որդուն, ու ոչ մեկ իրավունք չունի իրեն խաչել ու խաչին պատկերել, հայեր ջան, էսի իմ հրամանը չէ, էսի Աստծո հրամանն է, էսի Քրիստոսի հրամանն էր, ու այս հրամանը չի քննարկվում, հայեր, ու բավական է ինչքան ձեր անհոգ կյանքի պատճառով, հայեր, մեր արունը հղեք, հայեր, 1988 թվականի սեպտեմբերի 27-ին ծնվել եմ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեռել եմ, ու մինչ օրս մեռած եմ թաղած չեմ, հայեր, որովհետև ես երբեք այսպես չեմ ապրել, ես ամենտեղ ապրել եմ որպես հայ և երբեք գլուխ չեմ կախել ու չեմ ամանջել, հայ արարածը աշխարհին ներկայացնում է մարդու Աստծո կերպարանքի պատկերը, ու հայ արարածները այսօր նմանվել են, չգիտեմ, ինչ-որ անաստված, անարժան կերպարանքների ու պայքարում են, չգիտես ինչ վերաբերվում է կաթողիկոսից մինչև վերջին սարկավակը, վար տարեք ձեր խավար խաչերը, դուք խավարել եք մեր խաչի զորությունը, հայոց խաչը պիտի վերաօծվի,
Հայոց խաչը զորեղ է, զոր աշխարհով, եթե մեկը մոռացել է, ես հայ եմ, կհիշեցնեմ բոլորին, հուսա չի քննարկվում, հազոր եղեք հայեր, Փառք Աստված, փառքը Աստծուն տվեք հայեր, մեզի փառքը պետք չէ, Աստծո փառքով մեզի մենակ պատիվ է եկե հայերիս, դրա համար ամբողջ աշխարհում մենք պատիվ ենք վաստակել, մենք ողջ կյանքը ամեն ինչի շնորհները փառքը տվել ենք Հայր Արարչին հայեր, փառքը Աստծուն տվեք, մեր անձը Աստծո փառքով պատվով կապրի հայեր, մեզի մեր պատիվն է հարգավոր, մենք մեր պատվի համար ենք ապրել, նամուսի համար ենք ապրել, որը այսօր անգամ մեր տաճարներում է վերածել, կիսա մեր կանայք, ժախոր, շուկա, առևտուր, ու այսպես շարունակ կարելի է ամենավատ բաները թվել մեր հայերիս մասին, մենք ինքներս մեզ արժեզերգել, ինքներս մեզ վարկաբեկել ենք, սա վերաբերվում է թե հոգևորներին, թե հոգևոր հոդին, եւ ես եմ, եթե մոռացել եք Հայր Արարիչն էր, ես կհիշեցնեմ, ես ընդամենը հայ եմ, ես հայերեն եմ խոսում եւ իմ լեզվում, իմ բանում կերում եմ Հայր Արարչի լեզուն, խոսալով արարչական լեզվով հասկանում եմ Արարչի խոսքը, ինչը Արարիչն է ասել, ես այն ամենը փոխանցում եմ մարդկանց, ու այս ամեն ինչը չի քննարկվում, որ տեղեն խաչից, որ տան միջից պիտի իջնի հայություն